Հայաստան դաշինքի ներկայացուցիչները Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ քարոզարշավ են իրականացնում Տաթևում։ Քոչարյանը զրուցել է բնակիչների հետ, պատասխանել է նաև լրագրողների հարցերին։ Անդրադառնալով թրիփին, Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցին եւ ստորագրված փաստաթղթերին, երկրորդ նախագահն ասել է, սրանք լավ ազդակներ չեն ուղղված Իրանին։ Նրա ապնդմամբ Ռուսաստանին կամ Իրանին ցավեցնելու ինչ-որ քայլեր են ձեռնարկվում, իսկ մենք գործիք ենք դառնում այս process-ներում, ինչը մեր շահերից չի բխում։ Քոչարյանը պնդում է, ոչինչ չունի Միացյալ Նահանգների դեմ, պետք է լինել բարեկամ, բայց այդ բարեկամությունը չպետք է մեզ թշնամացնի մեր այլ բարեկամների հետ։ Փաստաթղթերը որևէ հրատապ չկար, ինձ համար ակնհայտ է, որ այս այցը եղել է Հայաստանի կառավարության խնդրանքով եւ ավելի շատ կառուցչական բնույթ էր կրում։ Ստորագրված փաստաթղթերը շատ հանգիստ կարող էին ստորագրել այլ միջավայրում, ոչ թե օդանավակայանում եւ ավելի բովանդակային այսպես մեծ կշիռ հաղորդել այդ փաստաթղթերը։ Իմ կարծիքով լավ սիգնալներ չեն ուղղված Իրանի Իսլամական Հանրապետությանը, գոնե կարելի էր համբերել պատերազմի դադարից հետո այդ գործը շարունակել։ Լավ չի ընկալվելու Իրանում միանշանակ։